Զրուցում եմ Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ միասին շարժման համահիմնադիր Արամ Սարգսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Շնորհակալ եմ այդ ձևաչափով հարցազրույցի մեր հրավերն ընդունելու։ Այս դեպքում մենք ենք դες հյուրընկալվել։ Պարոն Սարգսյան, շատ կարևոր հարցերի շուրջ եմ ուզում այսօր մենք խոսենք։ Հետևում ենք Բաքվի զինվորական դատարանում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այսպես կոչված դատավարությունը, շատ լավ ենք հասկանում, որ դա շինծուր դատավարություն է, բայց շատ կարևոր շեշտադրումներ են հնչում, որոնց մենք պետք է անպայման արձագանքենք։ Մեղադրող դատախազը մի ամբողջ այսպես անդրադարձ արեց իր ճաղում Արցախյան շարժմանը որակումներով նախ Արցախի հանրապետությունը իրենք համարում են հանցավոր կազմակերպություն եւ շեշտեց, որ 1988 թվականի Ղարաբաղում ստեղծված այդ միացում կազմակերպությունը, որը համակարգում էր այդ շարժումը, դեմ է եղել Ադրբեջանի ժողովրդին, այսինքն շարժումը ուղղված է եղել Ադրբեջանի ժողովրդի դեմ, ազգային ատելություն, թշնամանքի գաղափարի շուրջ է եղել այդ միասնության գաղափարը, հանցավոր կազմավորում է իրականացել այդ ամենը եւ դա անվանվել է միացում։ Ահա, դատախազը պնդում է, որ այդ հանցավոր կազմավորման ղեկավարների նպատակը, Ղարաբաղ կոմիտեի նպատակը եղել է Ադրբեջանի ինքնիշխան տարածքների օկուպացիա։ Հիմա մենք պարտավոր ենք հստակեցնել, թե իրականում ինչ գաղափարախոսության հիման վրա 88-ի մեր այդ զարթոնքը ազգային ազատագրական պայքարը սկսվեց, այդ շարժումը սկսվեց, որպես մեր փորձառու եւ այդ ժամանակներում եւս շատ ակտիվ հասարակական քաղաքական գործիչ, նաեւ լրագրող, դուք փայլուն ինֆորմացված եք, ինչ գաղափարախոսության հիմք կա Արցախյան շարժմանը, որն է մեր ազգային նպատակը, ինչու մենք սկսեցինք շարժումը, խնդրում եմ այս տեղեկատվական ադրբեջանական խայտառակ ցեղաթյուրմանը, այս պատերազմի մեջ ենք, չէ՞, մենք տեղեկատվական, տակ համապատասխան հակադարձումը, խնդրեմ, լսում ենք ձեզ։ Գիտեք, եթե սկսենք շատ այսպես մանրամասն ներկայացնելուց, երևի թե դրա համար անհրաժեշտ է լինելու մի քանի ժամ, բայց դա անհրաժեշտ էր ընդհանրապես Հայաստանի բոլոր իշխանությունների կողմից, որպեսզի համապարփակ ներկայացվեր Արցախյան հիմնահարցի էությունը։ Ես շեշտում եմ էությունը։ Դա անհրաժեշտ էր անել, որպեսզի դա տարածվեր նաև աշխարհով մեկ, ինչպես անում են մյուս պետությունները։ Ես մի օրինակ բերեմ, Հնդկաստանը, որպեսզի հաստատեր ինչու է Կաշմիրը իրենը, ինքը բոլոր ՄԱԿ-ի անդամ երկրներին ուղարկեց համապատասխան դիվանագիտական նոտա։ Իդեպ շատ այսպես հաստափոր փաստաթուղթեր, որտեղ մանրամասն ներկայացված էր։ Դուք կարող եք համաձայնվեիք կամ չհամաձայնվեիք, բայց դա Հնդկաստանի պայտական դիրքորոշումներ, ինչը չարեց Հայաստան։ Ինչ է իրականում։ Իրականում 1921 թվականին, երբ որ բոլշևիկյան բյուրոն, որը իրավասու չէր այդպիսի հարցեր լուծել, բայց որոշում կայացրեց, որ տնտեսական նպատակահարմարությունից ելնելով թողնել ուրեմն Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, միևնույն է այնտեղ ձևավորվեց, ես սա հատուկ պետք է շեշտեմ բոլոր այդ հանգամանքները, ձևավորվեց ուրեմն ինքնավար մարզ, չնայած պետք է լիներ անհամեմատ ավելի մեծ, հովտային Ղարաբաղը չմտավ դրա մեջ, բայց ինքնավար մարզ, որը ուներ իր սահմանները, իր տարածքը, իր բնակչությունը եւ իր իշխանությունը։ Ես սա հատուկ է, որովհետեւ դա պետականության էլեմենտներ են այդ ամբողջ ինչ որ ես թվարկեցի։ Այսինքն նա ուներ սահմանափակ, բայց իր տարածքի հետ կապված իր բոլոր կառավարման հնարավորությունները։ Հիմա գալիս ենք ավելի ուշ։ Ընթացքում ուրեմն իհարկե ոչ ոք չէր կասկածում, որ Լեռնային Ղարաբաղը հայկական է, որովհետև ինքը դարերով շարունակ այդպես է եղել, որ այնտեղ բնակվում էին հայերը հազարամյակների ընթացքում եւ բացի դրանից իրենց բացարձակ մեծամասնություն անգամ լինելով Ադրբեջանի կազմում եղել են հայերը։ Այո, հալածանքներ են տարել, երբ որ իրենց ամեն կերպ ուրեմն թույլ չէին տալիս ազգայինը զարգացնել եւ այլն, այդ ամբողջը կա։ Այդ հլը մի կողմ ենք դնում։ Ուրեմն
որ հայկական կողմը միշտ ուզել է որպեսզի վերջապես արդարությունը հաստատվի եւ Լեռնային Ղարաբաղը իսկապես վերամիավորվի Հայաստանի հետ, դա եւս մի փաստի վերաբերյալ ասեմ, որը ցավոք սրտի շատ քիչ է հայտնի այսօր մեր հասարակության, առավել եւս միջազգային։ 1947 թվականին Հայաստանի կառավարությունը պատրաստվում էր ընդունել 100,000-ից ավել մեր հայրենակիցներին Սփյուռքից, որոնք վերահաստատվելու էին Հայաստանում։ Պարզ էր, որ այդ տարածքը մեր տարածքը այդքան մեծ չէր եւ միանգամից 100,000-ին ընդունելու համար իրոք անհրաժեշտ էր պայմաններ ստեղծել։ Այդ ժամանակվա Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունովը նամակ է ուղղում Փաղբյուրո Մոսկվա եւ ասում, որ այսինչ ուրեմն պատճառով մենք խնդրում ենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղը վերադարձվի Հայաստանին, նորից եմ կրկնում, վերադարձվի։ Ես սա ասում եմ, որպեսզի պարզվի, թե ես որտեղից եմ, ուրեմն ես որպես Կենտկոմի առաջին քարտուղար, վերջին Հայաստանի կոնկուրսի Կենտկոմի առաջին քարտուղար, իհարկե ես ինքս նույնպես ուսումնասիրել եմ մեր արխիվները, որտեղ այդ փաստաթղթերը պահպանված են։ Ուրեմն ինքը դիմում է, ասում է վերադարձնել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին, որպեսզի մենք ունենանք համապատասխան տարածք, որտեղ կարող են բնակվել մեր հայրենակիցները։ Այդ ժամանակվա Կենտկոմում աշխատող Միխայել Սուսլովը, որը ապագայում դարձավ նաև երկրորդ քարտուղար, ստանալով նամակը կամ տեսնելով այդ նամակը եւ այլն, ինքը միանգամից զանգահարում է ուրեմն Ադրբեջանի Կենտկոմի առաջին քարտուղար Բահիրովին եւ տեղյակ բանում այդ բովանդակությանը։ Դե տեսեք հիմա ես սա նույնպես հատուկ շեշտում եմ։ Տեսեք ոնց է աշխատում նրանց ուղեղը, երբ որ իրենք մտածում են հող չտան, ոչ մի կետից հող իրենք չտան որևէ մեկին։ Իրենցն է, իրենցը չի, դա ոչ մի նշանակություն չունի, այսօր իրենցն է, ուրեմն պետք է պահել։ Դժվար թե որևէ մեկը կռահի, թե ինչ արել Բահիրովը, որտեղ որևէ այսպես տրամաբանությամբ դժվար է պատկերացնել այդպիսի քայլեր։ Բահիրովը նույն րոպեին նամակ է ուղղում Փաղբյուրո, ասում ենք շատ լավ հասկանում ենք մեր եղբայրական Հայաստանի խնդիրները, որ նրանց իրականում անհրաժեշտ է տարածքներ, որպեսզի նրանք բնակեցնեն հայերին, մենք պատրաստ ենք 100,000 ադրբեջանցի Հայաստանից տեղափոխել Ադրբեջան։ Ում մտքով կանցնի այդպիսի քայլ։ Այսինքն դուք հասկանում եք, մենք պարտավոր ենք եւ այսօր եւ վաղը անընդհատ մտածել նրա մասին, թե մեր հակառակորդը, մեր թշնամին ինչպես է պատասխանելու այս կամ այն ուրեմն մեր հարցադրմանը։ Հայը այդպիսի բան չէր անելու։ Երբեք չէր մտածի, որ եթե մենք լինեինք, որովհետեւ մեր մտածումները լրիվ ուրիշ են։ Եվ ինքը իրականացնում է այդ գաղափարը։ 100,000 ադրբեջանցի Հայաստանից միալիմի ասելով, իրենց այդ կոչը ղեկավարի ասելով, տեղափոխվում են Ադրբեջան։ Տարածք ուրեմն ազատում են, որպեսզի Լեռնային Ղարաբաղը չվերադարձնեն Հայաստանին։ Ինչ է եղել հետո։ Հետո էլի նորից կամած մեր գյուղերում անհրաժեշտ էին չոբաններ։ Ադրբեջանցիները գալիս էին, ասում էին մենք պատրաստ ենք 9-10 երեխաներով բնակվում էին այդտեղ։ Հետո այդ 9-10 երեխաներ ունենում էին եւս 9-10 եւ այդպես նորից վերականգնվեց ադրբեջանական բնակչության թիվը, ճիշտ է 1989 թվականին մարտահամարի արդյունքներով եմ ասում, որպեսզի կասկած չլինի, Հայաստանում բնակվում էին 150,000-ի մոտ ադրբեջանցիներ։ Այսինքն 300,000 թիվ երբևիցե Հայաստանում չի եղել։ Եվ չէր էլ կարող լինել։ Հիմա այդ 150,000-ը Հայաստանից հեռացավ, հիմա կգանք արդեն մեր Ղարաբաղյան շարժմանը, բայց հեռացավ, որպեսզի տրամաբանորեն ավարտենք այս բանը, որովհետև այնեղ եղավ Սումգայիթ, այնեղ եղավ արդեն Կիրովաբադ, բայց այստեղից ոչ ոք բռնարարքների պատճառով չի հեռացել ադրբեջանցիների, հակառակը նրանք բոլորը իրենց գյուղական տները
փոխանակեցին Բաքվի հայերի գեղեցիկ բնակարանների հետ, հիմնականում այդպես եւ մյուս քաղաքների, նույն Կիրովաբադի, Գանձակի եւ ուրեմն Սումգայիթի եւ այլ։ Այսինքն նրանք անհամեմատ ավելի լավ պայմաններ են ստացել, չնայած որ նրանք անընդհատ շարքում էին այդ գաղափարը, թե իրենք ունեն փախստականներ, որոնց թողել էին ուրեմն իբր ապրում էին այդ ուրեմն պալատկեքում, այսինքն այդ տեսեք, աշխարհ տեսեք, ինչ են արել հայերը։ Հիմա անդրադառնանք գաղափարախոսությանը, այն ինչ որ ասում է այդ դատախազ կոչվածը, որովհետև նա իրավագիտությունից շատ հեռու հանձնավորություն է, կամ էլ ուղղակի կատարում են պատվերը, որը իրեն տվել է Ալիև Իլհամը։ Ռուսերեն խամ դա շատ լուրջ միանգամից բնութագրում է անձնավորությանը, որ նա on խամ, ինքը շատ անկիրթ անձնավորություն է, չնայած ավարտել է ՄՀԻՄՈ-ն, բայց ինքը իսկապես անկիրթ է։ Լավ, հիմա տեսեք 1986 թվականին, ոչ թե 88, 85-ից հետո սկսվեց, 86 թվականին, երբ որ Գորբաչովը հայտարարեց, որ ուրեմն պետք է լինի գլասնես, պերիստրոյկա, ուսկարենիը եւ այլն, մեր միամիտ ժողովուրդը հավատաց, որ այո, ուրեմն ազատություն է եկել, մենք ուրեմն պետք է այդ հարցը բարձրացնենք եւ շատ ճիշտ արեց, որ հավատաց, որովհետեւ դա շատ կարեւոր էր, դա իսկապես ազգային զարթոնքի ուրեմն ժամանակն էր։ Իգոր Մուրադյանը, խնդրում եմ միշտ հիշել, որովհետեւ ով ինչպես կարող է նրան վերաբերվել այդ իր գործն է, բայց Իգոր Մուրադյանը սկսեց իրականում ինքն է սկսել այդ շարժման հիմքում ինքն է եղել, որովհետեւ միայնակ ինքը կոլեկտիվներ էր գնում, բոլորին բացատրում էր, ասում էր իր ռուսերենով եւ ասում էր, որ էս ինչ է, շատերը չգիտեին ընդհանրապես Ղարաբաղյան պատմությունը, այդ ես ուզում եմ դա հատուկ ասեմ, շատերը չէին էլ հասկանում ինչ է նշանակում Լեռնային Ղարաբաղ, կամ ընդհանրապես Արցախ չէին էլ օգտագործել։ Իգր այդ հասավ նրան, որ այդ մարդիկ սկսեցին հետաքրքրվել եւ այստեղից սկսեցին նամակներ գնալ Մոսկվա, այդ արդեն ես հետո նաեւ որպեսի պաշտոն եմ իմացել եւ գիտեմ ինչքան է եղել, այդտեղ ուրեմն այսպես մեշոկներով, այսպես պարկերով նամակներ էին կուտակվել Գերագույն խորհրդի նախագահության շենքում։ Հայերը դիմում էին, ասում էին, այս անարդարությունը վերացրեք։ 88-ին, որպեսի պարզ լինի, հայերը ինչ որ արել են ընդհանրապես իրավական տեսանկյունից անթերի են արել, հատկապես Արցախահայություն։ Ուրեմն 88 թվականի փետրվարի 19-ին Երևանում ես այդ ժամանակ Կոմսոմոլսկայա Պրավդա թերթի թղթակիցն եմ։ Երևանում այսինքն Աբովյանից ուրեմն ցույց է գալիս, ես էլ իրենց հետ, դա էկոլոգիական շարժումներ դրա թեմ։ Ուրեմն առաջին անգամ Խորհրդային Միությունում ցույցը ժողովուրդը եկավ հասարակապարակ, բողոքեց եւ այլն, ես դրա մասին գրել եմ ուրեմն ռեպորտաժ։ Նույնը առաջին անգամ Խորհրդային Միությունում ինչ որ ցույցի վերաբերալ, այն էլ այդպիսի ամսի 20-ին ես վարսանում էի ուրեմն մեր Մաշտոցի պողոտայով, այն ժամանակ Լենինի պողոտաներ, ուրեմն երբ օպերայի մոտ ուղղակի տեսա, որ ինչ որ մի մարդ, ես իրեն լավ չէի ճանաչում դեռ այդ ժամանակ, կանգնած է այդ աստիճանների վրա, ինչ որ բան է ասում, եւ մի 5-6 հոգի կանգնած լսում են իրեն։ Էլի նորից դա հայտներ Հայդ պարկը, լոնդոնյան Հայդ պարկը, որտեղ կարելի էր գալ ամեն ինչ ասել, բայց Խորհրդային Միությունում կամ ընդհանրապես Երևանում շատ տարօրինակ էր, որ ինչ-որ մեկը կարող է գալ, ելույթ ունենալ եւ այլն։ Դա Իգոր Մուրադյանն էր, Վաչե Սարուխանյանի հետ, իրանք ուրեմն իրենք ինչ էին անում, իրենք գիտեին, որ Ստեփանակերտում գնում է համապատասխան նիստ, ուրեմն այն ժամանակվա պատգամավորների, այն ժամանակ դեպուտատների կոչվում էր խորհրդի, եւ իրենք ընդամենը Վաչեն վազում էր փոստից կապվում էր Ստեփանակերտի հետ, այնտեղից ստանում էր ինֆորմացիան, գալիս էր ասում էր Իգորը այստեղ այդ ժողովրդին դա ներկայացնում էր։ Դա փետրվարի 20-ի առավոտն էր։
Սարաֆանն է ռադիո հասկացություն կա, ժողովրդական, ուրեմն բան, որը մեկը մյուսին հաղորդելով, մեկը մյուսին, ուրեմն այդ 6-10 հոգին, մինչև ժամը 6-ը, լեփլեցուն էր ամբողջ հրապարակը, դուք պատկերացրեք, դա իրոք այդպես էր, մի անգամից մի օրվա ընթացքում, հայությունը սկսեց հասկանալ, թե ինչ է կատարվում, և արդեն դա դառավ հանրահավաք, այնտեղ արդեն բոլորը համապատասխան պատմությունը ներկայացրին և այլ, ինչ է եղել Ստեփանակերտում, սա շատ կարևոր է, սրա այս ագրագետի համար, նրանց մարզային խորհուրդը, դեպուտատների խորհուրդը, հանդես է գալիս, ուրեմն որոշմամբ, ավելի շուտ որոշում է կայացնում, դիմել Ադրբեջանի գերագույն խորհրդին, խնդրելով թույլ տալ դուրս գալ ուրեմն նրանց կազմից և դիմում է Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդին թույլ տալ միանալ Հայաստանին, իրավական մոտեցում, ոչ մի ուրիշ բան, որից հետո դիմում Խորհրդային Միության գերագույն խորհուրդ հաստատելու այն որոշումը, որը կկայացվի, Ադրբեջանը նույն րոպեին Խոջալույից մի ամբողջ ամբոխ գալիս է, որ իբր հաշվի արդար տեսնի հայերի հետ, այդտեղ ուղղակի պատահականորեն մի կին է իբր կանգնեցնում է թողնենք մի կողմ, ուզում ասեմ այդ տրամադրությունը, տեսեք, հայերը ընդամենը դիմել են և եթե պատասխանը լինի ոչ, ուրեմն իրենք դրանով դրան բավարար համար։ Սկսվել է ագրեսիան հենց մի անգամից, Ադրբեջանի կողմից։ Անցավ մի քանի օր, այստեղ արդեն մենք պարզ է, հանրահավաքներն էր, ամենօրյա, հետո եկան ուրեմն Կենտկոմի քաղաքբյուրոյի անդամներ, 2 հոգով ես մասնակցել եմ այդ հանդիպմանը կենտրոնական կոմիտեում Կարեն Դեմիրճյանի, հարց եմ տվել Լիգաչովին, որից հետո այդ հարցից հետո իմ հարաբերություններն մինչև վերջ պատացել են այդ թողնենք այդ նինքով, ուրեմն դրանից հաջորդողը եղավ Ադրբեջանի գերագույն խորհուրդը մերժեց, Հայաստանի գերագույն խորհուրդը հակառակը ընդունեց և Խորհրդային Միությունը, որովհետև մի կողմը մերժել է, չհաստատեց այդ որոշումը, այսինքն մերժեց արցախցիների ուրեմն առաջարկը։ Եկավ Սումգայիթ։ Կրկնում եմ, հայերը այդ ընթացքում որևէ բռնություն, որևէ այլ քայլ ադրբեջանցիների նկատմամբ չեն արել և չէին էլ կարող։ Ուրեմն Սումգայիթից հետո, որ հորինեցին, թե իբր թե կապանում է սկսվել, չգիտեմ ինչ, այդ ամբողջ հիմարություն էր սուտ էր, Խորհրդային Միության դատարանները Սումգայիթյան այդ ուրեմն ճիշտ է շատ ավելի ուշ, բայց ամենայն դեպս դատավարությունները եղել են ադրբեջանցիների դեմ և նրանց, ովքեր որ իրականում կատարել են հանցագործություն։ Բայց գնանք շարունակենք։ Ինչ է եղել դրանից հետո։ Թողնում եմ են մնացած իրադարձությունները այդ ընթացքում ոնց, ինչպես, ով ինչպես։ Եղել է Կիրովաբադ, Գանձակի դեպքերը, եղել է ուրեմն հետո էլ արդեն 90 թվականին Բաքուն, որը բացահայտեց արդեն ամբողջ իրենց այդ իրական դեմքը այդ ազգի և ստիպված եղավ Գորբաչովը այդպիսի հրաման տալ, որպեսզի զորքը մտնի և կասեցնի այդ ամբողջ չես էլ իմանում ինչ է, ցեղասպանական գործողություններ։ Ուրեմն 90 թվականի ապրիլի 3-ին, դա արդեն Բաքվի իրադարձություններից հետո է, Խորհրդային Միության գերագույն խորհուրդը ընդունեց օրենք Խորհրդային Միության կազմից դուրս գալու պայմանների վերաբերյալ։ Այդտեղ գրված է, որ եթե Խորհրդային Միության կազմում եղած հանրապետությունը դուրս է գալիս Խորհրդային Միության կազմից, նա պարտավոր է անցկացնել հանրաքվե,
բայց եթե նրա կազմում եղած ինքնավար մարզերը, ինքնավար ուրեմն անգամ փոքր ուրեմն սուբյեկտները, եթե նրանք համամիտ չեն այդ որոշման հետ, նրանք իրավունք ունեն դուրս գալ այդ հանրապետության կազմից եւ մնան խորհրդային միության կազմում։ Պարզ է, չէ՞։ Իրավական էլի նորից մոտեցում է։ Թողնում եմ 90 թվականը, ինչ 91 թվականն է եկել։ Ադրբեջանը մասնակցում է համամիութենական հանրաքվեին եւ ասում է, որ ես մնում եմ խորհրդային միության կազմում, ինքը կողմ է, Հայաստանը չի մասնակցում այդ հանրաքվեին, որի պատճառով մեզ վրա գալիս են լուրջ հարվածներ, հետ էլ թողնենք, նրանց խորամանկությունը ընդունվում է, մեր այսպես կոչված պարզամտությունը դատապարտվում։ Հետ էլ եմ, դա ուղղակի հպանցիկ, դրա մասին առանձին է պետք խոսել։ Օգոստոսի 30-ն է, ԿԿՉՊ-ն եղել է, ես այդ ժամանակ արդեն 4 ամիս արդեն պաշտոնավարում էի որպես Կենտկոմի առաջին քարտուղար, մինչ այդ նոյեմբերից ուրեմն 90 թվականի Կենտկոմի քարտուղար եւ այլն, այսինքն այդ ամբողջ իրադարձությունների մասնակից։ Ամռանը արդեն սկսվում է կոլցո այսպես կոչված օղակ օպերացիա։ Ես ասել եմ, ես հիմա էլ եմ ուզում պատմել, որտեղ դա շատ կարևոր է երևի։ Ինձ մոտ են գալիս Վալոդյա Աղաջանյանը, Շահումյանի շրջանի այն ժամանակվա շրջսովետի նախագահը, մեր հանճարեղ մի անձնավորություն Գուրգեն Մելիքյանը, որը այսօր ողջ է եւ ազգասեր եւ ազգային մտածելակերպով անձ, եւ Դերենիկ Պետրոսյանը, որը հողանչ այդպիսի թերթ կար, նրա խմբագիրներ։ Գալիս են ասում են, որ փրկեք Շահումյանը ուրեմն հանձնում են։ Ես իհարկե օրինական հարց եմ տալիս, ասում եմ, չեք գնացել Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ, ինքը այդ ժամանակ Գերագույն խորհրդի նախագահն է եւ այդ տեսանկյունից իշխանությունը ավելի շատ իրենն է։ Մենք զուգահեռ իշխանություն էր մերը, այսպես ասած։ Մոսկվան կար, կենտրոնական մարմինները կային, բայց իրականում ինքը Գերագույն խորհրդի նախագահ։ Գնացել ենք մերժել է։ Ասել է ես ոչինչ չեմ կարող անել։ Ես հիմա ոչ մի գնահատական չեմ տալիս, թող ինքը տա։ Ես մեկնեցի Մոսկվա, հանդիպեցի ուրեմն բոլոր ուժային կառույցների ղեկավարների հետ, Յազով, Կրուչկով, Շատալին, Պուգո, եւ ներկայացնում եմ, ասում եմ, այսպեսի իրավիճակ է, դուք որևէ իրավունք չունեք, արդեն մարդկանց այդեղ ուրեմն իբր ուրեմն անձնագրերը ստուգում են, որ տեսնեն այնտեղ գրոհայիններ կան, թե չկան, լսեք, ասում եմ, եթե հայ ժողովրդի այդ հատվածին Ադրբեջանի օմոնը ուրեմն եկել է, որ ուղղակի վերացնի, ապա պարզ է, որ հայությունը պետք է պաշտպան կանգնի իր հայրենակիցներին, այստեղ որևէ ուրիշ մոտեցում չի կարող լինել։ Ինչևէ, որից հետո ուրեմն քաղբյուրոյի նիստից առաջ ես Գորբաչովին արդեն հանդիպեմ եւ ներկայացնեմ այս ամբողջը, եւ հետո տեսանք, որ ինչ պատճառներով հետաձգվեց այդ հանդիպումը Կենտկոմի պլենումի ժամանակ։ Հաջորդ օրը 26-27-ին հուլիսի ուրեմն Կենտկոմի պլենումն է։ Արդեն ես տեսա, որ ուրիշ ելք չկա, որովհետև Էրքեչ, Մանաշիտ, Բուզլուխ 3 գյուղերից հայերին արդեն արտաքսել են։ Եվ Մութալիպովը ինձ խնդրում է, թե արի հետաձգեք ձեր հանդիպումը Գորբաչովի հետ, ես այդ 3 օրվա մեջ լուծեմ այդ հարցը, ասացի, որ դուք իմ տեղը լինեք կանեիք այդպես։ Ես հիմա պետք է կասեցնեմ այդ գործողությունը, կարող եք հիմա արեք։ Պլենումի ժամանակ արդեն տեսա, որ իրենք ուզում են Գորբաչով, Յազով, ուրեմն Կրուչկով եւ Մութալիպով հավաքվել են, եկա ես ինքս մոտեցա, Գորբաչովը թեւս բռնեց, թե գնանք։ Ինչ են անում քո այնտեղի ուրեմն հայրենակիցները, ուրեմն պայթեցնում են, կրակում են, ասում մի րոպե։ Դա արդեն անկեղծ ասած, էլ արդեն ոչ մի կապ չուներ, ինքը գլխավոր քարտուղարն է, ես ընդհանրապես Կենտկոմի քարտուղարն։
Ասի դուք ինձ չեք ուզում լսեք այդ ինֆորմացիան, չէ՞ որ մենք ձեզ հետ հանդիպեինք, որպեսզի ես ձեզ ներկայացնեմ այդ։ Ինչ էիր ուզում ասեիր։ Ասում եմ, այնտեղ արդեն գնում է դեպորտացիա։ Ես այդպիսի հրաման չեմ տվել։ Ասի հե Կրուչկովը այստեղ է, բերեք կանչեք, թող ինձ մոտ ասի, որ այդպիսի դեպք չկա։ Ես գիտեմ դա ում դեմ է, ով է անում, ես արդեն ճիշտ ասած հունից դուրս եմ եկել, մեր խոսակցությունը անցել է արդեն ուրիշ կերպ, բայց կարևորը ինձ հաջողվեց ուրեմն կասեցնել ուրեմն դեպորտացիան, ժողովրդին հետ բերեցին եւ Շահումյանը 91 թվականին ուզում եմ շեշտել, չի հանձնվել։ Շահումյանը մնացել է Արցախի կազմում 92 թվականին նույն ժամանակ նույն սցենարով հանձնվել է Շահումյանը։ Հայաստանի ուրվա իշխանության բացթողումն է։ Դուք ինքներդ որոշեք։ Այդ ժամանակ ես արդեն որևէ հնարավորություն խորհրդային միություն չկար, կենտրոնական իշխանություն չկար, ես արդեն որևէ այդպիսի իրավասություն չունեի, որ այդպես կտրուկ ձևով հարցին անդրադառնամ, так? Բայց ինչ է նշանակում այդ ընթացքում արցախցիների ուրեմն համապատասխան գործողությունները։ Երի նորից օգտվելով այդ օրենքի իրավունքից, երբ որ օգոստոսի 30-ին 91 թվականին Ադրբեջանի որոշումը ընդունում դեկլարացիա, այսպես ասած, իր անկախության վերաբերյալ օգոստոսի 30-ին խորհրդային միությունը կա։ Եվ հայտարարում է, որ ինքը դուրս է գալիս խորհրդային միության կազմից եւ իրեն հռչակում է դեմոկրատական Ադրբեջանի իրավահաջորդ 18-20 թվականներին, որի կազմում ընդհանրապես Արցախ չի եղել։ Որովհետեւ այդպիսի պետություն չի եղել Ադրբեջան։ Ուրեմն այդ պարագայում սեպտեմբերի 2-ին էլի նորից իրավական փաստաթուղթ է ընդունվում, որ Լեռնային Ղարաբաղի մարզը իրեն ուրեմն հռչակում է որպես Լեռնային Ղարաբաղի հանրապետություն եւ հաշվի առնելով, որ օրենքը թույլ է տալիս դուրս գալ այն հանրապետության կազմից, որը դուրս է գալիս խորհրդային միության կազմից, ինքը մնում է խորհրդային միության կազմում դուրս գալով Ադրբեջանի կազմից։ Հա? Շատ հստակ որոշում է։ Ինչ է անում Ադրբեջանը։ Ադրբեջանը շարունակում է արդեն լուրջ ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի դեմ։ Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղը ընդունում է իրականացնում է հանրաքվե օրինական միջազգային դիտորդների մասնակցությամբ եւ դուրս է գալիս խորհրդային միության կազմից։ Այսինքն, տեսեք, ինչ որ արվել է այս ամբողջից, որ ես ներկայացրեցի, արվել է իրավական դաշտում եւ իրավական անթերի գործողությունների արդյունքում։ Այս պարագայում նրանց գործողությունները, հայերի գործողությունները եւ ադրբեջանցիների ոնց կարելի է որակել։ Նրա հայերը որոշել են, որ իրենք չեն ուզում այլևս մնան այն պետության կազմում, որը որ իրենց շահերին չի համապատասխանում, իրենց ինքնությունը չի ընդունում եւ այլն, սրանք էլ ասում են, չէ, դուք զորrով, շարով պետք է նստեք ու մնաք։ Եվ երբ որ հայությունը կարողացավ կազմակերպել օրինական պաշտպանությունը իր շահերի եւ բանակ ստեղծեց եւ այլն, այդ ամբողջը եւ հայ ազգը միավորվեց, մենք տարանք հաղթանակ։ 94 թվականին եղավ այդ խաղաղության այսպես կոչված ավիշուտ հրադադարը, նույնպես իրավական նորից մոտեցում է։ Ես մեղադրում եմ այդ ժամանակվա մեր ղեկավարությանը Հայաստանի, որ նրանք չպահանջեցին, որ Ադրբեջանը ընդունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը Ադրբեջանից։ Այ երբ որ դա լիներ, դրանից հետո Լեռնային Ղարաբաղի բնակչությունը իրավունք էր ստանում նորից հանրաքվե կազմակերպել եւ միանալ Հայաստանի Հանրապետությանը։
Տեսակ, այս է եղել շղթան։ Ներկայացրեցիք բացարձակ իրավական ուղին, ես ամեն դեպքում նորից պիտի կրկնեմ Խնդրեմ։ ասես հետևյալ հատվածը, քանի որ մեղադրանքը այդ Բաքվի դատարանի դատախազի կողմից հետևյալն է, ասում է միավորվեցին Ադրբեջանի ժողովրդի դեմ ազգային ատելության թշնամանքի գաղափարի շուրջ։ Հիմա ես կխնդրեմ նաև այստեղ եւս անդրադառնալ։ Ի վերջո, Արցախյան ազատագրական պայքարը, մեր զարթոնքը ազգային ազատագրական, 88-ը, շարժումը, ինչ գաղափարախոսության հենքի վրա է։ Չի եղել ադրբեջանական ժողովրդի դեմ։ Ոչ էլ եղել է ատելություն սերմանել մեր ժողովրդի մոտ դրանց նկատմամբ։ Եղել է հենքը եղել է այն ազգային ազատագրական պայքարը։ Այսինքն մենք տեսել ենք, որ իրավական առումով նրանք չեն ընկալում, չեն ընդունում, իհարկե եւ հարձակում են կազմակերպել, ագրեսիա են արել մեր անկախ արդեն հանրապետության դեմ եւ իհարկե հայ ժողովուրդը միավորված դուրս եկել նրանց դեմ։ Էս է եղել, ուրիշ ոչ մի բան չի պատահել։ Մենք արձանագրենք փաստը, որ ագրեսիան եղել է Ադրբեջանի Միանշանակ։ կողմից։ Մենք ես դա ասել եմ, ուրեմն մենք 2001-ից 2007 թիվը Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի համապատասխան օղակները կազմակերպեցին ուրեմն այդպիսի բանակցային գործընթաց հանրության կարևոր հեղինակավոր մարդկանց ուրեմն հավաքելով մեկտեղ։ Դա եղել է մեր Մոսկովյան Սնիգիրիում։ Մենք 6 տարի ադրբեջանցիների հետ եւ Արցախի կողմից առանձին պատվիրակություն կար։ Առաջին եւ վերջին անգամն է եղել, որ նրանք ադրբեջանցիները նույն սեղանի շուրջ են նստել Արցախայցյան ուրեմն պատվիրակության հետ։ Ուրեմն եւ այդ ժամանակ երբ որ նրանք որևէ մի խոսք էին ասում, մենք մեր փաստերով նրանց կանգնեցնում էինք, որովհետեւ այդ բոլոր փաստերը նորից եմ կրկնում, եղել են հիմնավոր եւ պատմական տեսանկյունից եւ օրինականության տեսանկյունից եւ միջազգային իրավունքի նորմերից, այսինքն ինքնորոշման իրավունքի իրականացումը միջազգային իրավունքի ամենակարևոր սկզբունքներից մեկը հակասության մեջ չի եղել երբևիցե տարածքային ամբողջականության սկզբունքի հետ, որովհետեւ եթե ես չեմ ուզում որ լինեմ ձեր ընկերը, ես դա իրավունք ունեմ ձեզնից հրաժարվելու օրինական ճանապարհով առանց որևէ բռնարարքի։ Այդ է եղել եւ դրա համար ես ասում եմ որ հիմքը միանշանակ է։ Վերջը մենք իրավունք ունեինք մերը վերադարձնելու։ Դրա համար էլ եղել է միացում։ Եվ ամենամեծ սխալներից մեկը եղել է, որ այդ միացում գաղափարը տեղափոխվեց անկախություն գաղափարի։ Եվ հետևաբար անվանել միացումը հանցավոր կազմակերպություն, սա փաստի, պատմական փաստի հստակ մեղանչում են, այո, ճշմարտության դեմ։ Ուզում հետևյալին եւս անդրադառնալ ադրբեջանական այն մեղադրանքին, դարձյալ նույն դատախազի կողմից եւ ընդհանրապես իրենք անդադ խոսում են նաեւ այն մասին, որ Հայաստան պետությունն է կազմակերպել եւ իրականացրել պատերազմը։ Հիմա բացի այն, որ իրենք մեղադրում են Ղարաբաղի, ասում են այդ հատվածը միացակ, այսպես փորձեցիք փոխվել Ադրբեջանից, Հայաստանը օկուպացնել է, փորձել Ադրբեջանի տարածքները, միաժամանակ ասում են դուք հանցագործ եք, որովհետև պատերազմ եք դուք հրահրել, ցեղասպանություն եք իրականացել, ահաբեկչություն։ Այդ ամենը կներես 88-ից մինչև 2023 թվական, այսպիսի ձևակերպում այդ ճարում։ Այն ամենը, որը մենք իրենց ենք ներկայացրել որպես մեղադրանք, հիմա իրենք մեզ են ուզում վերագրել։ Իրենք թքած ունեն փաստերի վրա։ Դուք չեք տեսնում, որ նրանք ընդհանրապես փաստերը, եթե մարդ կանգնում ասում է, որ սա արևմտյան Ադրբեջան է, մարդը կանգնում ասում է, որ սա պատմական մեր Ադրբեջանի հողերն են, պատմական, երբ որ նրանք ասկի պատմության մեջ տեղել չեն ունեցել։ Եվ այլն, դուք իրենցից չեք պահանջում։ Պարզ է, դրանց ուղեղը աշխատում է հետևյալ կերպ։ Մենք իրենց ասեցինք, որ դուք ագրեսոր եք, իրանք մեզ են փոխանցում։ Մենք ասեցինք, որ դուք ցեղասպան եք, ասում են հիմա դուք եք արել եւ այլն։ Էս այդ բանից է, բայց հարցը ի՞նչն է։ Այստեղ խնդիրը նա է, թե Հայաստանի Հանրապետության իշխանությունը ինչ պատասխան է տալու։ Ես կարող եմ այս ամենը պատասխանել, բայց դա
մասնավոր կամ քաղաքական անձի պատասխան է։ Այս պահին Հայաստանի Հանրապետության ղեկավարներից որևէ մեկը կոնկրետ այս դատախազի մեղադրանքներին որևէ պատասխան չի տվել։ Հիմա ճիշտ է եւ չի էլ տալու, որովհետեւ օրինակ մենք 1996 թվականին ուզում եմ դա հիշեցնեմ ստեղծեցինք ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմկոմիտե, որը գլխավորել եմ ես։ Եվ այդ ընթացքում մենք ձևավորեցինք իրավական փաթեթ։ Այդ իրավական փաստաթղթերի փաթեթը մենք անընդհատ դարել էր ժամանակին մեր երջանկահիշատակ Յուրի Բարսեղովը, պրոֆեսոր Յուրի Բարսեղովը երկու գիրք է գրել այստեղ Լեռնային Ղարաբաղի ուրեմն ամբողջ պատմության հետ կապված փաստաթղթային մակարդակով։ Մենք այդ իրավական փաթեթը ձևավորեցինք եւ առաջարկեցինք այդ ժամանակվա ղեկավարին Լևոն Տեր-Պետրոսյանին, որ եկեք մենք հրավիրենք համահայկական կոնգրես, համաժողով, ընդունենք համահայկական միայն Արցախի հարցի վերաբերյալ, ընդունենք մեր համապատասխան դոկտրինը, այսպես ասած, կոնցեպտը, որտեղ աշխարհը չգիտի, թե ինչի պիտի անպայման Հայաստանին տան Լեռնային Ղարաբաղը։ Պետք է ամենը ներկայացվեր այդ փաթեթների հիման վրա։ Եվ դրանով քեզ հեշտացնեն քո գործը բանակցային գործընթացում։ Երբ որ քեզ վրա ճնշում գործադրեն, որ իբր այսպես այնպես, դու պետք է ասես իմ ժողովուրդը արդեն ինձ պարտադրել է, ես նրա կամքին դեմ ոնց գնամ, հենց որ գնացի ինձ կհեռացնեն։ Ինչ եղավ։ Լիպարիցյանի մակարդակով ինձ հաղորդեց, որ իբր դա նպատակարար մենք չենք գտնում։ Մենք այդ պայքարը շարունակել ենք։ 97 թվականին կինոյի տան հավաքը, որը ես էլի նորից մենք էինք կազմակերպել եւ ես վարում էի, այնտեղ ամբողջ հանրության սերուցքն էր։ Եվ ինքը չդիմացավ իր հոդվածում երկու անգամ այդ կինոյի տան հավաքվածները եւ այլն։ Մենք պարզ ասում էինք, որ սա, եթե այսօր չի լուծվելու այդ մոտեցումը չի ցուցաբերվելու, մենք խնդիրների առաջ ենք կանգնելու եւ մենք կանգնեցինք այդ խնդիրների առաջ։ Երբ որ մենք անեինք այդ համաժողովը, եթե ցույց տայինք այդ միասնությունը, եթե մենք ներկայացնեինք համապատասխան այդ փաթեթը ՄԱԿ-ի անդամ երկրներին եւ այլն, այսպիսի իրավիճակ չէր լինի։ Նրանք օգտվեցին առիթից եւ սկսեցին սուտը տարածել աշխարհով մեկ։ Մինչև հիմա էլ դրանով են զբաղված։ Եվ ես կուզեմ անդրադառնանք նաև այդ ստին, այս երկու օրը Ադրբեջանը հանդես է գալիս, Ալիևը հանդես է գալիս հերթական պատմությունը խեղաթյուրող հայտարարություններով եւ իզուր չէ դեպ շատ կարեւոր հանգամանք է, որ Գիտությունների ազգային ակադեմիայում են ելույթ ունենում, ուղղակի դա պատվեր է ակադեմիկոսների գնացեք պատմությունը իր ուզած տարբերակով սրբագրեք, խմբագրեք։ Ինչ է ասում Ալիևը։ Ասում է, եթե ռուսական կայսրության քարտեզները նայեք, ապա այնտեղ կտեսնեք, որ այսօրվա Հայաստանի տարածքի բոլոր անվանումները ադրբեջանական են եւ դրանից հետեւություն է անում բնական ու հետեւաբար մենք չենք այս տարածքում բնիկները, դրանք ադրբեջանական տարածքներ են եւ այնքան է հեռու գնում եւ որ ասում եմ հայերը բերված ժողովուրդ են հրդեհ քոչվոր բառը չի օգտագործել, էլի բնիկ չեն, Իրանից են իրենց բերել։ Չէ, մեկ էլ ասում են Հնդկաստանից։ Հա, մեկ Հնդկաստանից, մեկ Իրանից, այո, ռուսների ձեռքով, որում դա եւս Գրիբայեդովին են հիշում եւ այլն, այո։ Ես խնդրեմ սրա եւս տակից հակահարված համապատասխան, որովհետեւ մենք միշտ ասում ենք, մենք այնքան հզոր փաստեր ունենք, որ թող խոսեն, ինչքան ուզում են խոսեն, բայց փաստը նա է, որ դրանք Հեղեղում են ամբողջ աշխարհին հասցնում են իրենց կեղծիքը եւ մենք պետք է համարժեք աշխատենք։ Շատ բան գուցե պետք չի անել հայի հայկականությունը, բնիկությունը ապահովելու հաստատելու համար, բայց աշխատանք պետք է տանել։ Այսինքն դա պետք է լինի պետական մակարդակով։ Մեկ։ Բայց հիմա Երկրորդը։ Դա սկսվել է այդ իրենց process-ը սկսվել է Զիա Բունյատովից, որը այսպես կոչված ակադեմիկոս էր այդ ժամանակ։ Ես խիստ կասկածում եմ, որ դա իսկական ակադեմիկոսներ կան Ադրբեջանում, որովհետև եթե դա գիտությամբ զբաղվող մարդը կարող է կեղծիքը ներկայացնել որպես ճշմարտություն, դա արդեն գիտնական չի։ Ուրեմն Զիա Բունյատովը սկսեց իբր պատմություն սարքել Ադրբեջանի ժողովրդի համար,
որպեսզի ցույց տա, որ իրենք իսկապես գոնե իրենք էլ են էլի վերջ-վերջո ազգ։ Ես ուզում եմ հիշեցնեմ մեր նաև ուրեմն լսողներին, որ 1936 թվականին, երբ որ ԽՍՀՄ-ում նոր ընդունվում էր սահմանադրությունը, առաջին անգամ նրանց անվանել են ադրբեջանցիներ, աշխարհագրական անվանման հետ կապված։ Մինչ այդ ուրեմն եղել են մուսուլմաններ։ Այդ ընթացքում իրենք ուզում են ստեղծեն, որ իրենք, չգիտեմ, երկար պատմություն ունեն, բայց բոլորը հո գիտեն, որ թուրքալեզու ժողովուրդները, ցեղերը ավելի շուտ, եկել են Ալթայից։ Եկել են, բայց այնքան կազմակերպված են եղել, որ Օսմանյան ցեղը կարողացել է Եվրոպայի կեսը գրավել անգամ։ Դա փաստ է։ Դրանով բավարարվեք։ Չէ, իրենք ասում են, մենք այստեղի բնիկներն ենք, այ դուք եք եկել։ Երբ որ իրենց ասում ենք, լսի, մի հատ Հռոմում եղել եք, խոսալուց ադրբեջանցի, ասում են, հա, ասում եմ, այնտեղ տեսել եք, որ այնտեղ քարտեզի վրա Հայաստանը առաջի դարի քարտեզում Հայաստան է գրված։ Ասում են, это не та Արմենիա։ Այսինքն հասնում են այդ абսուրդին, դա այդ Հայաստանը չէ։ Ասում են, բա որ Հայաստանն է դա։ Այսինքն հասել են այդ հիվանդագին մի իրավիճակի։ Հիմա ամբողջ խնդիրը նա է, որ այս սրանք նորից հաստատում են, որ Նիկոլ Փաշինյանի այս հորթի հրճվանքը, որի պրտե խաղաղություն է հաստատվել, սուտ է, որովհետև եթե դուք անընդհատ այսպես թշնամանք եք, կեղծիքների հիման վրա թշնամանք եք առաջացնում հայ ժողովրդի նկատմամբ եւ մանկապարտեզից սկսած երեխաներին ուրեմն ներդնում եք նրանց գիտակցության մեջ, որ հայերը ձեր թշնամիներն են, ամենա ուրեմն չար թշնամիներն են, ինքնին հասկանալ է, որ այդ պայմաններում չի կարող խաղաղություն հաստատվել։ Պարոն Սարգսյան, եւ այս ֆոնին Ալիևը առաջ է մղում իր արդեն ինչքան ժամանակ է, 1 տարուց ավել եմ այդ մասին խոսում են, Արևմտյան Ադրբեջան, հա, եւ 300,000 ադրբեջանցիներ պետք է վերադառնան իրենց հայրենիք եւ այդ հայրենիքը Ադրբեջանն է, հա, եւ այստեղ շատ կարեւոր է հենց այդ իր երկրորդ առաջվա ելույթում ասում են, թող հայերը չվախենան ադրբեջանցիների վերադարձով, որտեղ ադրբեջանցիները ուր գնում են, իրենք շատ լավ ժողովուրդ են, ստեղծագործ ժողովուրդ են, իրենք զարգացնում են։ Մեքենաներով են գալու, տանկերով չեն գալու։ Իսկ եւ մենք երբեք չենք վնասում ուրիշ ժողովուրդների, բան չենք արել հայեր, թող չվախենան հայերը, բայց գուցե հիմա պետք է հիշեցնենք Նախիջևանի դատարկված Նախիջևանին պատմությունը եւ փոքրինչ, հա, այսպես քանդեղած ջուղայի խաչքարերը, ի վերջո Սումգայի, Բաքու, Մարաղա, Գանձակ, այդ ամբողջ ցեղասպանական գործողությունները, մենք պետք է չէ ժամանակ առ ժամանակ հիշեցնենք, թե դուք ովքեր եք, ի վերջո նաեւ Խորհրդային Միության տարիներին այդ նույն բարեկամության դրոշի տակ ինչ են արել իրենք Արցախում, ընդհանուր մինչև ջուրը հացը թունավորելով, այդ բոլոր փաստերը մենք պետք է չէ ջրի երես անենք, պարոն Սարգսյան։ Մենք դա պարտավոր ենք անում։ Ներկայացնում են աշխարհում բարի մի հրաշք ժողովուրդ, ստեղծագործ, ունի ապետ։ Լավ են անում։ Կարենք Հայաստան։ Լավ են անում, ճիշտ են անում։ Եթե չկա դրան պատասխան, այսինքն չկա հակադիր դիրքորոշում, ինքնին հասկանալ է, այս ջահելներ են, ահելներ են, ովքեր որ ընդեղ նստած են այս ԿՊ-ի կողմից։ Եթե բերանները ջուր են առել, չեն ասում, լսի, ինչի մասն ես խոսում։ Ինչ է նշանակում Սևանը, չգիտեմ, գյոչայա, դու կարող ես ինչ անուն ասես։ Իմիջիալոց ռուս շատ լավ ուրեմն գիտնական Նադեին Ռաևսկին վերջերս պատասխանել, այդ ցնորված մտքերը որտեղից եք վերցել, որ ասում եք։ Ուրեմն դուք կայիք, հայերը չկային, հա, դուք այդ եք ուզում ասեք։ Դուք որտեղ եք, հայերը որտեղ էին։ Եվ ընդհանրապես խոսքը անընդհատ պետք է ասել հետևյալը. այո, եթե իշխանությունը սա չի անում, ինչ որ պարտավոր է անել, հանրությունը պետք է անի, իհարկե։ Մեր գիտնականները դա պետք է անեն, մեր կառույցները, սփյուռքի կառույցները, կուսակցությունները եւ այլն, այն ինչ որ մենք հիմա անում ենք, բայց դա բավարար չի միայն այն առումով, որ այդ տեսանկյունից այլ պետությունների իշխանությունները մեզ ասում են, ժողովուրդ ջան, ձեր իշխանությունը, օրինակ, ինչու չեն միջամտում, որպեսզի բանտերից ազատեն, Բաքվի բանտերից ազատեն մեր գերիներին։ Ասում են, ձեր իշխանությունը ինքը տես բան չի դնում։ Մենք պիտի դա անենք։
Պարոն Սարգսյան, եւ մենք հարցով ավարտենք, հա, այս Ադրբեջանի դատավարության կոչվածին այդ շինթու դատավարությանը ոնց սկսեցինք ավարտեմ, նաև անդրադառնանք, ասում եք միայն այս 15 հոգով չենք բավարարվելու, քանի որ պատասխանատվության պետք է ենթարկվեն այն բոլոր դոկիչները, որոնք այդ միասնության գաղափարը, այդ կեղծ, այդ հա կազմակերպությունն են ստեղծել Ադրբեջանի դեմ հանցագործություններ են իրականացրել եւ ցանկ կա այլևս։ Իհարկե 500-ից ավել է։ Այո, այդ սև ցուցակ Ադրբեջանի, որ բոլորս միշտ երբ մենք հաղթանակած էինք, այսպես զավեշտով էինք վերաբերում, բայց փաստն այն է, որ հիմա այդ ցուցակում օրինակ Զորի Բալայան, Սիլվա Կապուտիկյան, Իգոր Մուրադյան, Վազգեն Մամուկյան, Ռոբերտ Քոչարյան, Ժիրայր Տեկիլյան, Սերժ Սարգսյան, հավանաբար դեր անուններ կլինի, այսպես ցանկը կառուցվում է։ Ես իդեպ ասեմ շատ հետաքրքիր է, որ այս ցանկում չկար Լևոն Տեր-Պետրոսյանի անունը, դա ինչ-որ բան ենթադրում է, ոչ։ Դե արձագանք խնդրեմ, ուր է հասնում Ադրբեջանը։ Չէ, գիտեք, քննարկել այդպիսի բաները իհարկե մենք էլ իջնում ենք իրենց մակարդակին, որովհետև դա աբսուրդ է, հա, բայց որովհետև ել եմ կրկնում, պետությունը քո պետությունը իր դիրքերում չի, քո իշխանությունը ավելի շուտ պետությունը չի։ Ուրեմն ստիպված ենք մենք ասենք։ Հիմա նայեք, խոսքը գնում է ինչի մասին, որ իբր բոլոր այն մարդիկ, ովքեր պայքարել են Արցախ ազատագրելու համար, իրենց թշնամիներն են։ Արդեն իսկ հենց դրանում է կայանում նրանց էությունը։ Այսինքն այդ մարդկանց հետ, եթե նրանք այսպես են մոտենում հարցին, ուրեմն մենք այլևս խոսելու բան չունենք։ Այսինքն խաղաղություն, հասկացողություն չի կարող լինել այդ պարագայում։ Որովհետև եթե նրանք տեսեք, 500 չպետք է լինի, օրինակ պետք է լինի 50,000, որտեղ հայությունը այն ժամանակ 50,000 մարդիկ եղել են մասնակից ազատագրական պայքարի, առնվազն եմ ասում։ Ես կարող եմ ասեմ 1,5 միլիոն են եղել, որովհետև այդ ժամանակ ազգը ամբողջովին միասնական էր։ 88-ի ժամանակ ազգը միասնական է եղել, դավաճաններ չեն եղել։ Եղել են մարդիկ, որոնք այլ մոտեցումներ են ցույց տվել, բայց դա տարբեր բաներ են։ Հասկանալի է, չէ՞։ Այս տեսանկյունից է, որ մենք ասում ենք, որ Ժողովուրդ ջան, էսի չեք։ Այս ոնց եք դուք հարմարվում նրանց այս ամենին։ Ուրեմն կնշանակի, որ դուք լրիվ ուրիշ նպատակներ ունեք։ Դե նպատակներից մեկը այն է, որ ըստ Նիկոլ Փաշինյանի ասում է, այս խաղաղությունը մեր ձեռքով ստեղծած խաղաղություն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, եւ սա առաջին ընդհանուր արժեքն է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը միասին ստեղծել են։ Ինչպես ասում են, տափահարություններ, պարոն Սարգսյան։ Կոմենտները թողնում ենք ուրիշներին։ Պարոն Սարգսյան, մեկնաբանության համար այսքան ավարտենք մեր հարցադրույցը, վերհիշեցնեմ, ես զրուցում եմ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ միասին շարժման համահիմնադիր Արամ Սարգսյանի հետ։